Ժողովուրդ, ես էլ դուք էլ լավ գիտենք, որ գլոբուսի վրա մատդ որ կետին դնես, մեկը մի հայի գլխի հաստատ կկպնես։ Մենք նորից եկել ենք Կիպրոս, որ գտնենք հայկական հարուստ հետքը։ Անկեղծ եմ ասում, եթե այս քաղաքներով մի քիչ ուշադիր քայլես, լիքը հայկական բան կտեսնես։ Հա, գիտեմ ծովը գայթակղիչ է, բայց հայկականը իմ համար միշտ գրավիչ է։ Ինչու է Կիպրոսը բաժանված երկու մասի։ Ինչ գործ ունի Թուրքիայի դրոշը հայկական գերեզմանների մոտակայքում։ Եթե չեք եղել Կիպրոսում, ապա ոնց էլ չլինի մի օր կլինեք ու Հայաստանի հետ համեմատեք, որ մերը ավելի ճիշտ գնահատենք։ Այս հարցերի պատասխանները ահավոր կարևոր են, մանավանդ մեզ հայերիս համար, ու միջև անցնել իմ բուն նյութին չմոռանաս գրանցվել գիտակերտին։ Այս Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիան բաժանված է երկու մասի՝ հյուսիսային ու հարավային։ Այս հարավայինում հույն կիպրացիք են ապրում, իսկ հյուսիսայինում թուրք կիպրացիները։ Իսկ որտեղից թուրքերը հասան ստեղ։ Էլ չպատմեմ, որ 1500-ականներին Օսմանյան կայսրությունը գրավել էր կղզին, հետո ինչպես բրիտանական գաղութ դարձավ։ Մի խոսքով, անկեղծ շատ երկար կլինի, եկեք միանգամից խոսանք 70-ականներից։ Ուրեմն 1974 թվականին Կիպրոսում կազմակերպվում է հեղաշրջում, որի հիմնական ուժերը կազմում էին հունական համայնքի զինված ուժերը։ Թուրքական իշխանություններն էլ սա դիտարկում են որպես Կիպրոսի եւ Հունաստանի միավորում եւ թուրք կիպրացիների կղզից էթնիկական մաքրումը։ Թուրքական բանակը Կիպրոսում ռազմական գործողություններ է իրականացնում, որի արդյունքում էլ իրենց վերահսկողության տակ է անցնում կղզու 35%։ Այդ ժամանակվանից մինչև հիմա Կիպրոսը մնում է բաժանված։ Հետո թուրքերը ելի են հարձակվում ու նորից տարածքներ են գրավում։ Կղզու բաժանումից հետո թուրքական հատվածից մոտ մի 200,000-ից ավել հույն է տեղափոխվում հունական հատված, իսկ հունական հատվածից էլ մի 20,000 թուրք է տեղափոխվում թուրքական հատված։ Իրենց այդ բաժանման գիծը վերահսկվում է ՄԱԿ-ի զինված ուժերի կողմից։ Ժողովուրդ, տեսեք ինչ հետաքրքիր է, մարդիկ անգամ սահմանի մոտակայքում են ռեստորաններ սարքում։ Մարդիկ հանգիստ կարողանում են անցնել ու հետ գալ, բայց մենք բնականաբար տենց բան չենք անի։ 1983 թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվում է որպես Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն։ Սակայն այդ պետությունը ճանաչվում է միայն Թուրքիայի կողմից։ Հա, քանի չեմ մոռացել ասեմ, որ մենք ունենք Նիկոսիայի օկուպացված հատվածում հայ առաքելական եկեղեցուն պատկանող, բայց չգործող 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ասում են, որ մոտակայքում գործել է նաև Մելիքյան Ուզունյան ազգային դպրոցը։ Վերադառնանք հայերին։ Մեր Կիպրոսի վիդեոների մեջ մենք վաղուց պատմել ենք, որ ստեղ դեռ 4-ից 5-րդ դարերում հայերը եղել են պաշտոնյաներ, զինվորականներ ու առևտրականներ։ Նիկոսիայում մենք ունենք Մելքոնյան վարժարան, որի այգում տեսեք թե ում արձաններն եմ տեսել՝ Ալեք Մանուկյանի, Այվազովսկու, Կոմիտասի, Անդրանիկ Օզանյանի։ Այս թուրքերի դրոշներից մի քիչ էս կողմել կա հայկական գերեզմանոց, որտեղ ուղարկավորվել են մարդիկ 1877 թվականից մինչև 1931 թվականը, բայց սա դեռ ամենը չէ։ Ստեղ կա եւս մեկ հայկական գերեզմանոց, որը գտնվում է բուֆերային զոնայում, ու մտնելու համար պետք է խաղապահների ներկայությունը լինի։ Իհարկե մենք մտանք, որ ձեզ ցույց տանք հայկական գերեզմանակարերը։ Ժողովուրդ ջան, մի խոսքով դեռ այսքանը։ Սպասեք հաջորդ հոլովակներին։ Մյուսը լինելու է Հնդկաստանից։ Հուսով եմ ձեզ դուր եկավ։ Կոմենտներում գրեք, թե որ երկիր գնանք հաջորդ անգամ։